Հրապարակ թերթը գրում է 2024 թվականի սահմանազատման անվան տակ միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար տարածք, Կիրանց Բաղանիս հատվածում շուրջ 30 տարի ամրացված պաշտպանական դիրքեր, Բերքաբեր գյուղի մոտակա դիրքերը։ Սահմանազատումով ոսկեպար Բաղանիս հատվածում Ադրբեջանին հանձնված նախկին պաշտպանական դիրքերում ներկայում ադրբեջանական հենակետ է կառուցվել եւ միջպետական ավտոճանապարհի դեմ դիմաց վերջերս տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշը։ Այն հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում Հայաստան-Վրաստան ճանապարհի այդ հատվածով երթևեկողների վրա, գրում է թերթը։ Իրավունք թերթի տեղեկություններով Նարեկ Կարապետյանը չի ցանկացել անձամբ մանդատը վերցնել, բայց հորեղբայրը ոտքը դրել է մի կոշիկի մեջ, թե բա որ չվերցնես, ով պիտի թիմակիցներիդ ռուլի տանի, դու պիտի զեսպաշապիկ լինես խմբակցությունում, ասել է Սամվել Կարապետյանը, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. ուժեղ Հայաստանում վստահ են, որ իրենց վնասել է Ռուսաստանի հետ ասոցացվել է, հակառուսական տրամադրությունները տարածվել են նաև իրենց վրա եւ ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ապրիլի 1-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությունն էլ է իրենց մեծապես վնասել։ Ըստ հարցումների, մինչ Պուտինի այդ հայտարարությունը մեր հանրության ընդամենը 13%-ն է Ռուսաստանի հետ կապում Սամվել Կարապետյանին, իսկ հայտարարությունից հետո մոտ 55%-ը, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով գործող կարգի համաձայն խմբակցության ղեկավարի թեկնածուն տրված Արուսյակ Մանավազյանը պետք է խմբակցությանը ներկայացնի քարտուղարի իր թեկնածուին, որից հետո արդեն քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը կկայացնի վերջնական որոշումը։ Թերթի տեղեկություններով խմբակցության քարտուղարի պաշտոնում կառաջադրվի ՔՊԱ-կան Ալխազ Ղազարյանը, իշխանական շրջանակներում նրան ընդունելի եւ թիմային աշխատանքի տեսանկյունից հավասարակշռված թեկնածու են համարում, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Արայիկ Հարությունյանը ամենայն հավանականությամբ չի վերանշանակվի նույն պաշտոնում։ Թերթի տեղեկություններով Փաշինյանը խիստ դժգոհ է մնացել թե նախընտրական շտաբի աշխատանքից, թե իրեն ներկայացված քաղաքական տեղեկատվության որակից, ինչի հետևանքով Հարությունյանը Ալեն Սիմոնյանից հետո դառնում է երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին։ Նա ամենայն հավանականությամբ կգնա ազգային ժողով, կվերցնի պատգամավորական մանդատը եւ կշարունակի իր գործունեությունը որպես պատգամավոր, գրում է թերթը։